Սուրբ Պայիսիոս Ատոսացի Հոգևոր պայքար Մաս 2. Արտարություն և անարտարություն Երանի բոլոր մարդիկ իմ հանդեպ անարտար լինեին։ Անկեղծ եմ ասում ձեզ, խաղաղ հոգևոր ուրախություն եմ զգացել անարտարություն ընդունելիս։ Արտարության ընդունում, ճիշտ դիրք անարտարության հանդեպ։ Հայր, երբ ինձ հետ անարտար են վարվում, սիրտս կարծրանում է։ Որպեսզի սիրտդ չկարծրանա, երբեք մի մտածիր, թե որքան մեղավոր է քեզ հետ անարդար վարվողը, այլ մտածիր, թե որքան մեղավոր ես դու։ Օրինակ, երբ մարդիկ միմյանց հետ վիճում են, նրանցից յուրաքանչյուրը բնդում է, թե ինքն է ճիշտը։ Դրա համար շարունակ համաձայնության չեն գալիս։ Գնում են ոստիկանություն և յուրաքանչյուրն իր հերթին ասում է. նա ինձ ծեծել է, բայց չի ասում, թե դիմացինը որքան վնաս է կրել իրենից։ Եթե մտածեինք, որ աշխարհում ամենամեծ անարդարությունն իր վրա է վերցրել Քրիստոս, ուրախությամբ կընդունեինք մեր հանդեպ անարդարությունը։ Չնայած Աստված էր անսահման սիրուց մղված, իջավ երկիր և 9 ամիս մնաց Աստվածածնի որովայնում, այնուհետ 30 տարի առանց իրեն հայտնելու ապրեց։ 15-ից մինչև 30 տարեկանը որպես ադաղցագործ աշխատեց հրեաների մեջ։ Իսկ գիտեք, թե ինչ գործիքներ ունեին այն ժամանակ։ Փայտե ատամներով փայտե սղոց էին գործածում։ Նրան տախտակներ էին տալիս և ասում. այս կամ այն բանը պատրաստիր։ Ինչպես պետք է հղկեր։ Հապա փորձիր հղկել երկաթի փոքր կտորներով, որոնք գործածում էին այն ժամանակ որպես հղկող գործիք։ Գիտես, թե ինչ դժվար աշխատանք էր։ Իսկ դրանից հետո տառապանքների 3 տարի։ Քարոզչության համար նրանց ամբողջ երկիրը պոկոտն էր անցնում։ Բժշկում էր հիվանդներին, ցեխով բացում էր կույրերի աչքերը, իսկ նրանք նորից նշան էին խնդրում։ Բուժում էր թիվահարներին, սակայն, ցավոք, անշնորհակալ մարդիկ նրան ասում էին, թե իր մեջ թև կա։ Եվ չնայած այնքան խոսել և մարգարեացել էին նրա մասին, այդքան հրաշքներ գործեց, բայց ի պատասխան արժանացավ հեգնանքի և խաչելության։ Դրա համար անարդարություն հանդուրժող մարդիկ Աստծու ամենասիրելի զավակներն են։ Չէ՞ որ հանդուրժելով անարդարությունը, այս մարդիկ իրենց սրտի մեջ կրում են անարդարության զոհ դարձած Քրիստոսին և աքսորի ու բանտարկության մեջ ցնծում են այնպես, կարծես դրախտում գտնվեն, որովհետև ուր Քրիստոս է, այնտեղ է դրախտը։ Հայր, հնարավոր է, որ բեռ կրելը մարդու ուժերից վեր լինի։ Աստված թույլ չի տալիս, որ մեր ուժերից վեր բեռ կրենք։ Չզանազանող մարդիկ ծանր բեռ են դնում ուրիշների վրա։ Շատ անգամ Աստված բարի մարդկանց մատնում է չար մարդկանց ցերկը, որպեսզի երկնային վարձի արժանանան։ Իսկ անգաթը կապ ունի երախտամոռության հետ։ Այո, հնարավոր է։ Ոմանք մարդուն նկատողություն անելով նրա բարին են ցանկանում, սակայն մարդը դա չի հասկանում։ Իրեն անարդարացիորեն վիրավորված է զգում և քնքատվում է։ Եթե իր հանդեպ հետևողական չլինի, կարող է իրեն անարգված զգալ նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ անփութություն է թույլ տալիս և նրան խնդրում են ավելի ուշադիր լինել։ Այդ ձևով նա կարող է մինչև իսկ անամոթության հասնել։ Օրինակ, միանցնուիներից մեկը չափից շատ թունակ հիմիկատ ցողելով այրում է ցիթենու տերևները։ Նրան նկատողություն են անում։ Իր սխալն ընդունելու և ներողություն խնդրելու փոխարեն անարգված է զգում և արդասվում է։ Անարդար են իմ հանդեպ, մտածում է նա։ Եթե մորեխը փչացներ ծառերը, չէին խոսի, իսկ երբ ես փչացրեցի, աղմկեցին։ Իմ Քրիստոս, միայն դու ես ինձ հասկանում։ Եվ սկսվում է արցունքների հեղեղը։ Դա սխալ վիճակ է և մեծ մոլորություն։ Այսպիսի միանցնուհին կարող էր նաև ուրախություն զգալ, մտածելով այս անարդարության դիմաց սպասվող վարձքի մասին և երախտապարտ լինել Քրիստոսին։